Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Այսօր մենք անդրադառնում ենք մի մարզաձևի, որի հիմքը ինքնապաշտպանությունն է։ Խոսքը սամբոյի մասին է, իսկ մեր չեմպիոնը սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մեհեր Օհանյանն է։ Նրա ընկերը, թիմակիցը Էրիկ Գուրջանյանը մեզ կօգնի նաև մարզման ժամանակ։ Դե ինչ այսօր կենտրոնի եթերում չեմպիոնական մարզում ու հետաքրքիր հարցազրույց է լինելու։ Գնացինք։ Մեր օրական քանի անգամ ես մարզում, ինչ գրաֆիկով։ Շաբաթական զբաղվում ենք 6 անգամ, 6 օր, 1 օր հանգիստ, օրական զբաղվում ենք 2 պարապմունքով, առավոտյան ժամը 11-ին և երեկոյան ժամը 5-ին։ Սամբոյում որն է ամենասիրածը տնարկը։ Սամբոյում ոտերից գցումը։ Մարզման ժամանակ, մրցման ժամանակ ինչն է կարևոր սամբոյում, ինչի վրա մարզիկը պետք է ուշադրություն դարձնի։ Ուշադրություն պետք է դարձնի բռնվածքներին, ամենակարևորը, որ ճիշտ բռնվածքներ ունենա, ու արդեն բոլոր հնարքները կախված է այդ բռնվածքից։ Պաշտպանվող սամբիստն է ավելի արդյունավետ, ավելի մեծ հնարավորություններով, թե հարձակվող։ Ինձ թվում է պետք է միշտ հարձակվես, առաջի համարը լինես։ Եվրոպայի առաջնությունում 8-0 հաշվով բացարձակ հաղթանակ տոնեցիր Գերմանիայի ներկայացուցիչի նկատմամբ։ Ինչպիսի հնարքներ արեցիր, որն է այդտեղ դարձավ քո հաղթատուղթը։ Հնարքները կատարել եմ, ոտքերից հնարք եմ կատարել 4 միավորանոց և հետո արդեն պահում հնարքով հաղթել եմ 8-0։ Չեմպիոնի հետ մարզվելն իսկապես հաճելի էր, բայց այժմ չեմպիոնին բացահայտենք լրագրողական տեսակետից։ Մեր բավականին երիտասարդ տարիքում արդեն իսկ շատ մեդալներ ունես, չեմպիոնական տիտղոսներ, դրանց կանդրադառնանք, բայց հետաքրքիր է, թե մուտքդ ինչպես եղավ սամբոյի մեծ աշխարհ։ Սամբոն պարապել եմ շատ փոքր տարիքից, 6 տարեկանից, ու մինչև այսօր զբաղվում եմ։ Փոքր ժամանակվանից սիրել եմ այս սպորտը ու այդ սիրո հետևանքով արդեն զարգացել եմ էլի սամբոյով։ Հենց սկզբից սամբո, թե կար նաև այլ նախասիրություն, բայց ի վերջո ընտրեցիր սամբոն։ Հենց սկզբից է սամբոն եմ ընտրել, սամբոյով է զբաղվել եմ։ Պրովոկացիոն հարց չի, բայց ամեն դեպքում, եթե սամբո չէ, ապա ինչ այլ մարզաձև։ Մի քիչ դժվար հարց է, բայց նաև ջյուդո։ Երկրորդ անգամ հռչակվեցիր Եվրոպայի չեմպիոն, մարզիկները խոստովանում են, որ չեմպիոնությունը պահելը շատ ավելի դժվար է։ Քո դեպքում ինչպես էր։ Այս մի անգամ ավելի դժվար էր, քանի որ անցած տարի Եվրոպան հաղթել, այս տարի ոնց որ ավելի շատ էին բոլոր մարզիկները տրամադրված իմ հանդեպ, բոլոր մոտ ցանկությունը կար, որ հաղթեին, բայց ես ավելի շատ պարապել էի, ու ոնց որ ստացվեց ավելի լավ հաղթեցի։ Անկասկած շատ բարդ գոտեմարտեր ես ունեցել, դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Այսուհանդերձ անցկացրած 4 գոտեմարտից ամենաբարդը որն էր, որը կառանձնացնեիր։ Երևի ամենաբարդը եզրափակում էր։ Եզրափակում գոտեմարտել եմ ադրբեջանցի մարզիկի հետ։ Չեմ ասին, որ նա շատ ուժեղ էր, երևի դե արդեն եզրափակիչն է, ռիսկի գործոնը շատ մեծ է, ու կառանձնացնեմ այդ էլի։ Որ լարվածությունը ավելի շատ էր եզրափակում։ Նշեցիր, որ եզրափակիչում մրցում էիր ադրբեջանցի մարզիկի հետ։ Կար լարվածություն, քանի որ մրցակիցդ ադրբեջանցի էր ու առհասարակ գոտեմարտդ գնաց քո թելադրանքով, թե ինչ-ինչ փոփոխություններ եղան։ Երևի թե լարվածությունը կար ամեն դեպքում, որ ադրբեջանցի էր, ես ինչքան ժամանակ կպել եմ ադրբեջանցի մարզիկների հետ, միշտ հաղթել եմ, այս անգամ է բացառություն չէր, ու իրանց պարտվել ոնց որ չենք պարտվում էլի երբեք իրանց։ Երբ հաղթեցիր ադրբեջանցի մրցակցին, ինչ զգացողություն էր։ Զգացողությունները այն էր, որ ավելի շուտ որ դարձա կրկնակ Եվրոպայի չեմպիոն,
երկրորդն է ոնց որ կրկնակի հաղթանակել, որ համ եզրափակում հաղթեցի ադրբեջանցի մարզիկին, համ դարձա Եվրոպայի չեմպիոն։ Մեր եզրափակիչում հաղթանակից հետո գորգում մի պահ նստել էիր, մատդ էլ վերև պարզել ու մտածում էիր։ Դրանք վարքյաններ էին, բայց ինձ թվում է բավականին խորիմաստ, հետևում բավականին շատ իմաստ պարունակող։ Ինչ էիր մտածում։ Այդ ժամանակ ես շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուց, որ ինձ ուժ ու ջանք ու եռանդ է շնորհել, որ ես ամեն ինչին հասնեմ։ Դրանից հետո նաև սոցցանցերում գրառում էիր արել, որ հաղթանակները պատահական չեն լինում։ Դրա հետևում ինչ կար։ Դրա հետևում ավելի շատ դա, ասենք, մարդիկ չեն նկատում, բայց դրա հետևում շատ երկար քրտնաջան պարապմունքներ անցնում, շատ դժվար ճանապարհ ենք մենք անցնում, այդ է նշանակում էլի, որ մեր անցած ուղին շատ դժվար է։ Մեր սպորտը նաև կյանքի համալսարան է։ Ինչը այն քեզ սովորեցրել։ Սպորտը ամենաշատը ինձ սովորեցել է սպորտային դաստիարակություն, ու ամեն բնակավարում դաստիարակություն շատ է, բայց սպորտային կյանքը ինձ համար ավելի շատ դուրեկան է, որովհետև դու սպորտով ամեն ինչի կարող ես հասնես, թե դու անուն ես ձեռք բերեմ, թե քո երկիրն ես ներկայացնեմ տարբեր հարթակներում, օրհներգներ հնչեցնեմ ամբողջ աշխարհում, ոնց որ շրջագայում ես։ Դու Եվրոպայի կրկնակի չեմպիոն ես, այլ չեմպիոնական տիտղոսներ նույնպես ունես։ Բայց սպորտը նաև անմասն չի մնում պարտություններից։ Կա պարտություն, որը քեզ ավելի ուժեղ է դարձրել։ Եղել է, պարտություններ ունեցել եմ ու իմ մեջ լիքը բան է փոխվել, որ ես ավելի շատ ոնց ասած պարապեմ, որ մյուս մրցումներին ավելի լավ ներկայանամ ու պարտություն երբեք չունենամ։ Ո՞վ է եղել քո ամենաբարդ մրցակիցը երբևէ սամբոյում։ Սամբոյում ունեցել եմ բարդ մրցակից աշխարհի ժամանակ 2024 թվականին ռուս մարզիկներ, այդ ժամանակ ես իրեն պարտվեցի եւ աշխարհի առաջնություն բրոնզե մեդալ նվաճեցի, շատ կուզենամ գոնե մեկ անգամ եւս իր հետ մրցել։ Սամբոյում կան գրված ու չգրված օրենքներ։ Երևի թե հա, միշտ պետք է դու մրցակցին վերաբերվես միշտ հարգանքով ու գորգ մտնելուց առաջ եւ հետո միշտ այդ հարգանքը եւ մրցակցիդ եւ մրցավարների հանդեպ միշտ պետք է հարգալից լինես։ Ձեր մարզաձևը դեռ օլիմպիական խաղերի մեջ չի։ Մարզիկին դա ճնշում է։ Շատ են մեր համար շատ ցավալի է, որ մեր սպորտը օլիմպիական չէ, բայց հուսով եմ, եթե մտնի օլիմպիական խաղեր, արդեն այդ ժամանակ ավելի շատ ենք պարապի, ինձ թվում է, որ կարողանանք օլիմպիադայից մեդալներ նվաճել սամբոյով։ Դու Վանաձորից ես։ Վանաձորի հումորը, Վանաձորի սարերը, Վանաձորի բնությունը որքանով է քեզ օգնել վանաձորցի լինելը Եվրոպայի չեմպիոն դառնալու գործում։ Դե Վանաձորում, ոնց դուք նշեցիք, ավելի շատ են սարերը, լեռները։ Մենք անընդհատ այնտեղ պարապում ենք, վազում, սար բարձրանում, մեր մոտ գետեր, լճերը շատ են եւ ինձ թվում է այդ միջավայրը, բնությունը ավելի շատ է մարզիկին օգնում, որ ինքը սպորտում ավելի կայուն մնա։ Առաջիկայում ինչ կարևոր մրցաշարեր կան։ Առաջիկայում կան մրցաշարեր, բայց ամենակարևորը հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է։ Անցած տարի երիտասարդների կազմում զբաղեցրել են բրոնզե մեդալը եւ այս տարի, ոնց որ ասած, այս Եվրոպայի հաղթանակից հետո ավելի շատ են ոգեշնչվել, որ աշխարհից նույնպես վերադառնան ոսկով։ Գլխավոր երազանքդ այս սպորտում։ Գլխավոր երազանքս երևի թե մեծահասակների աշխարհի չեմպիոն դառնալը։ Ինչ մեր շնորհակալություն, Աստված տա, որ երազանքները իրականություն դառնան ու ապագայում դառնաս աշխարհի չեմպիոն եւ բարձր պայես հայկական սամբոյի ու նաեւ Հայաստանի սպորտի պատիվը։ Շնորհակալ։ Եթերում չեմպիոնի հետներ, իսկ մեր չեմպիոնը Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մհեր Օհանյանն էր։